Հայաստանի և Միացյալ Նահանգների հարաբերությունները թևակոխում են նոր, ավելի գործնական փուլ։ Երկուշաբթի Հայաստան կժամանի Միացյալ Նահանգների փոխնախագահ Վենսը։ Քաղաքական մեկնաբանների գնահատմամբ վերջերս ստորագրված շրջանակային փաստաթուղթը հիմք է ստեղծել խորքային համագործակցության համար, իսկ առաջիկայում սպասվող բարձր մակարդակի այցը կարող է դառնալ շրջադարձային։ Վենսի այցը այս առումով շրջադարձային է, նաև պատմական ես կարող եմ համարել։ Արաքելյանի խոսքով կան ուժեր, որոնք փորձում են նվազեցնել հայ-ամերիկյան շփումների նշանակությունը։ Սա այն նույն շրջանակներն են, ովքեր այսօր էլ փորձում են վարկաբեկել այդ թրիփը, այսօր էլ փորձում են վարկաբեկել հայ-ամերիկյան հարաբերությունները եւ օրակարգը։ Արաքելյանը համոզված է, հայ-ամերիկյան համագործակցությունը չի սահմանափակվում միայն տրանսպորտային կամ տարանցիկ ծրագրերով։ Էլի մի քանի օրակարգեր կան, դա խաղաղ միջուկային էներգիայի հետ կապված է եւ կիսահաղորդիչների հետ կապված է։ Միացյալ Նահանգները մեզ այդ համաձայնագրերով կտա կամ կփոխանցի կամ Հայաստանում մասնակից կլինի այդ գիտելիքի ներդրմանը, այդ գիտելիքի համապատասխան նաև ֆինանսների ներգրավմանը, այսինքն մենք շատ կարևոր ռազմավարական ուղղություններով համագործակցություն ենք սկսել։ Խաղաղության խաչմերուկը բազմակողմ հարթակ է, որտեղ բոլոր գործընկեր երկրները կարող են օգտվել հնարավորություններից, այդ թվում Ռուսաստանը։ Միևնույն ժամանակ որոշ շրջանակներ փորձում են ներկայացնել սա հակառուսական, սակայն Հայաստանը վստահեցնում է հակառակը։ Հայաստանը այսօր Ռուսաստանին հենց թրիփի շրջանակներում առաջարկել է կոնկրետ ենթակառուցվածքների շուտափույթ վերակառուցում, վերանորոգում, եւ եթե իսկապես Ռուսաստանը շահագրգռված է, որ այս պրոյեկտում ներգրավվածություն ունենա, ապա ես կարծում եմ հենց օր առաջ ինքը պետքա սկսի այդ ենթակառուցվածքների բարելավումը, այլապես մենք կընդունենք, որ Ռուսաստանը ոչ միայն չի ցանկանում, այլ նաև փորձում է խոչընդոտել այս պրոյեկտին, որը կարծում եմ իր շահերից չի բխում։ Այսօր Հայաստանը վերահսկում է ենթակառուցվածքների մշակումը եւ դա հստակ ամրագրված է շրջանակային փաստաթղթում։ Խաղաղության խաչմերուկի եւ թրիփի ուղու իրական նպատակը ապահովել Հայաստանի սուվերեն վերահսկողությունը, առավելագույն տնտեսական ու աշխարհաքաղաքական օգուտներ առանց արտաքին միջամտության։ Նարինե Ղուկասյան, Մանուել Ստեփանյան, Ռադար Արմենիա։